2025 թվականի ընթացքում կարող եմ ասել, որ աջակցություն է տրամադրվել ընդամենը 28 նոր դեպքի։ Եթե դա մենք համեմատենք 2024 թվականի դեպքերի հետ, դրանք 284-ն էին։ Թե 2024-ի, թե 2025-ի դեպքում աջակցություն ստացողների մեծ մասը հին դեպքերն են, որոնք որ փաստաթղթավորման կամ անհայտ բացակայելու կամ որոշակի հարցերի լուծման էին սպասում, այսինքն ու կարող եմ նաև արձանագրել, որ այս տարի 2 դեպք են ունեցել մինչև օրս։ Հունվար ամսին մարտական հերթապահության ժամանակ մահացած զինծառայողի, ինչպես նաև մեկը, որը որ անհայտ բացակայող է ճանաչվել։ Այնպես որ մենք կարող ենք արձանագրել, որ որևէ սահմանային բախման արդյունքում որևէ դեպք չի գրանցվել, որը որ բավականին լավ լուր է։ Ընդհանուր շահառուները 2008-ից մինչև 2025-ի ավարտը 5510-ն են։ Զինապահի գործադիր տնօրենի գնահատմամբ 2025-ը հիմնադրամի ամենահաջողված տարիներից մեկն է։ Ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 62 միլիարդ դրամ, աճելով 13%-ով, մինչդեռ ծախսերը նվազել են 10%-ով եւ մոտ 20 միլիարդի են եղել, դրան մեծ մասը 98%-ը կարելի ասել, որ մեր հատուցումների գումարն է կազմում։ Արդյունքում արձանագրվել է եկամուտների եւ ծախսերի միջև ամենամեծ դրական տարբերությունը հիմնադրամի գործունեության ողջ ընթացքում։ 2026-ի տարեսկզբին որոշ շրջանակներ անհանգստություն էին հայտնում առողջապահության ապահովագրության ներդրման արդյունքում զինապահ հիմնադրամին վճարվող գումարի չափը նվազեցնելու հետ կապված։ Հիմնադրամից վստահեցնում են, դրոշմանիշային վճարների փոփոխությունը չի ազդել ու չի ազդելու շահառուների նկատմամբ պարտավորությունների կատարման վրա։ Կառավարության գործընկերների հետ հստակ հաշվարկներից հետո են նման որոշման եկել։ Ավելին 2026-ի եռամսյակը ամփոփելիս հայտարարում են, արդյունքն իրենց սպասածից ավելի լավն է։ Իրականում մեր ակնկալիքը մոտ 40%-ի նվազումն էր, բայց լավ լուրը այն է, որ ավելի քիչ են նվազել, քան մենք ակնկալում ենք եւ հիմնականում դա բացատրվում է աշխատողների թվաքանակի աճով մոտ 830,000 մարդ եւ միևնույն ժամանակ մենք հաշվարկը կատարել ենք, որ միլիոն եւ ավելի ստացողները կլինեն 4%, բայց իրականում դրանք 7%-ն են, երբ որ մենք եկամուտների կոմիտեից տվյալներ ենք ստացել։ Նաև մանրամասնում են դրոշմանիշներից զինապահին փոխանցվող գումարի նվազումը չի կարող ազդել շահառուներին ուղղվող վճարումների վրա, քանի որ եթե նախկինում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի եկամուտների հիմնական աղբյուրը դրոշմանիշային վճարներն էին, ապա այժմ ակտիվների կառավարման մասնաբաժինը 2025-ին այդ ուղղությամբ ստացված եկամուտը հասել է մոտ 13 միլիարդ դրամի, մեկ տարում աճելով 35%-ով եւ կազմելով ընդհանուր եկամուտների շուրջ 5-րդ մասը։ Սակայն զինապահը ոչ միայն ֆինանսական պարտավորությունների կատարմամբ է զբաղված, այլև ընդլայնում է աջակցության ծրագրերը։ Վերջին տարվա ընթացքում նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, ավելացվել են որոշ սոցիալական աջակցության չափեր եւ ֆինանսավորվել հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար նախատեսված նոր ծրագրեր։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակում զինապահը ստանձնել է հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար նախատեսված աջակցող միջոցների, պրոթեզների, հաշմանդամի սայլակների, քայլակների, լսողական սարքերի եւ այլ անհրաժեշտ պարագաների տրամադրման ծրագրի ֆինանսավորումը։ Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա մեր շահառուներին ստանալ ավելի որակյալ, մատչելի եւ ժամանակին ծառայություններ։ Կարևոր փոփոխություններից մեկն էլ սոցիալական աջակցության ոլորտում է։ Մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը 50,000-ից դարձել է 100,000 դրամ։ Լրացուցիչ աջակցություն կստանան նաև մինչև 6 տարեկան երեխաներ ունեցող շահառուները։ Օրակարգում է նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում զինապահի բոլոր շահառուների ներառումը։ Հիմնադրամում պարզաբանում են շահառուների թիվը ձևավորվում է ուժային կառույցներից ստացվող պաշտոնական դիմումների հիման վրա։ Հիմնադրամի տվյալներով 44-օրյա պատերազմի զոհված եւ անհայտ բացակայող շահառուների թիվը 3812-ն է։ Հիմնադրամի պատասխանատուները նաեւ նշում են, այս պահին չկան փաստաթղթային խնդիրների պատճառով աջակցությունից զրկված կամ սպասող շահառուներ։ Իրինա Մկրտչյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։